Տեսանյութը պատրաստվել է աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին ծրագրի շրջանակում։ Քրեական գործի ընթացքում ընդունված եզրափակիչ որոշման նոր Երևան եկած հանգամանք չդիտարկելու Սահմանադրականության խնդիրը։ Դիմողը մտահոգություն է ներկայացրել Սահմանադրական դատարանին, բարձրացնելով հարց, թե քրեական գործի ընթացքում ընդունված եզրափակիչ որոշումները նոր Երևան եկած հանգամանքներ չհամարվելը արդյոք սահմանադրական է, թե ոչ։ Տվյալ գործի նախապատվությունը հետևյալում է կայանում։ Անձը դիմում էր ներկայացրել դատարան սնանկ ճանաչվելու պահանջով եւ ճանաչվել էր սնանկ։ Դիմողի սնանկության գործով կառավարչի միջնորդությունը ներկայացվել էր դատարան պարտաբանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվության մասին, որը բավարարվել էր, սակայն հետագայում քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ վերջինս գործին կից կեղծ փաստաթղթեր է կազմել եւ ներկայացրել թվագրմամբ կեղծ գույքագրման ակտ։ Սակայն քրեական գործի վարույթը կարճվել է եւ որոշվել է կառավարչի ապացույցների կեղծելու արարքի համար քրեական հետապնդում չիրականացնել, քանի որ վաղեմության ժամկետներն անցել են։ Դիմողի ներկայացուցիչը ներկայացրել է վերաքննիչ բողոք պարտաբանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվության մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ եւ որպես նոր Երևան եկած հանգամանք է վկայակոչել քննիչի որոշումը, համաձայն որի սնանկության գործով կառավարչի կողմից կեղծ ապացույցներ են ներկայացվել դատարան։ Վերաքննիչ դատարանը որոշել է դիմողի բողոքը բավարարել, վերացնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, հարցն ուղարկելով սնանկության դատարան, նոր քննության, քանի որ թե բողոք բերող անձին եւ թե դատարանին հայտնի չեն եղել սնանկության գործով կառավարչի կողմից կեղծ փաստաթղթեր կազմելու հանգամանքները, որոնք տվյալ գործի լուծման համար ունեցել են էական նշանակություն։ Սակայն վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել կառավարիչը եւ Ամերիա բանկը։ Վճռաբեկ դատարանը նշել է, դատավճռով չհաստատված փաստաթղթերի կեղծումը, որը հաստատված է նախաքննական մարմնի որոշմամբ, չի կարող դիտարկվել որպես նոր Երևան եկած հանգամանք, քանի որ այն հանդիսանում է ինքնուրույն դատավարական փաստաթուղթ եւ չի կարող նույնացվել դատավճռի հետ։ Այսպիսով, սկզբնական որոշումը գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ թողնվել է օրինական ուժի մեջ։ Դիմողը, գտնելով, որ վիճարկվող նորմին վճռաբեկ դատարանի կողմից տրվել են նեղ, նորմի սահմանադրաիրավական բովանդակությունից չբխող մեկնաբանություն, դիմել է Սահմանադրական դատարան, նշելով, որ վիճարկվող դրույթներին տրված նեղ մեկնաբանման պայմաններում ստացվում է, որ դատական ակտը հնարավոր է վերանայել միայն այն դեպքում, եթե ապացույցների կեղծումը հաստատված է օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Իսկ եթե այդ հանգամանքները հաստատված են օրինակ քրեական գործ կարճելու մասին քրեական մարմնի որոշմամբ, ապա այդ հանգամանքը չի ճանաչվում որպես նոր Երևան եկած հանգամանք։ Օրենսդրությունը որոշ դեպքերում պահանջում է կարճել քրեական գործը առանց դատավարություն անցկացնելու։ Այս դեպքում դատարանը չի կարող դատավճիռը կայացնել։ Արդյունքում դատական ակտի կայացման համար հիմք հանդիսացած եւ հետագայում վաղեմության հիմքով կարճված քրեական գործով պարզված կեղծիքների առկայությունը բավարար չէ նոր Երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման համար, որի պատճառով դիմողը զրկվում է իր խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից, որպիսի պայմաններում խախտվում է անձի սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության եւ դատական պաշտպանության իրավունքը։ Ըստ դիմողի, անթույլատրելի է դատական ակտի վերանայումը մերժելը միայն այն պատճառաբանությամբ, որ գրավոր ապացույցի կեղծված լինելը հաստատվել է քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ, այլ ոչ թե դատարանի կողմից դատավճռով։ Դիմողը խնդրել էր Սահմանադրական դատարանին ճանաչել հակասահմանադրական եւ անվավեր վճռաբեկ դատարանի տված մեկնաբանությունը, համաձայն որի դատական ակտը չի կարող վերանայվել, եթե հանցագործության փաստը հաստատված չէ դատարանի կողմից դատավճռով։ Իսկ եթե վերջինս գտնի, որ Սահմանադրական դատարան իրավասու չէ այդ մեկնաբանությունն ընդլայնելու եւ դրանով խախտվում է իշխանության ճյուղերի հավասարակշռությունը, ապա հենց օրենքի այդ հատվածը ճանաչել Սահմանադրությանը հակասող։ Այսինքն, օրենքը պետք է փոխվի, որպեսզի նման դեպքերում, երբ հանցագործության փաստը հաստատված է, թեկուզ ոչ դատավճռով, հնարավոր լինի դատական ակտի վերանայում։ Պատասխանողը, որն այս գործով ազգային ժողովն է, նշում է,
որ օրենքի այս հոդվածը պետք է մեկնաբանել լայն, հաշվի առնելով ոչ միայն օրենքի տառացի, այլև դրա նպատակը։ Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումների նեղ մեկնաբանության արդյունքում կեղծ ապացույցների վրա հիմնված դատական ակտը շարունակում է օրինական ուժի մեջ մնալ դատավարական բավարար գործիքակազմ առկա չլինելու պատճառով, կորցնելով նոր Երևան եկած հանգամանքները դատական ակտի վերանայելու նորմի անձի խախտված իրավունքները վերականգնելու հարցում նորոգիչ բնույթ ունենալը։ Ըստ պատասխանողի, նոր Երևան եկած հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հնարավորության ապահովումը, մասնավորապես երբ հաստատվում է գրավոր ապացույցների կեղծումը, էական նշանակություն ունի դատական գործընթացի ամբողջությունը պահպանելու համար։ Եթե անգամ մեղադրյալն ընդունել է մեղադրանքը եւ գործը կարճվել է վաղեմության ժամկետը լրանալու պատճառով եւ առկա չէ դատավճռով հաստատված փաստաթղթերի կեղծված լինելու հանգամանք, ապա ապացույցների կեղծումը կասկածի տակ է դնում դատաքննության արդարությունը եւ վճռի հիմնավորվածությունը։ Պատասխանողը կարծում է, որ օրենքն ինքնին իր նպատակով եւ բովանդակությամբ սահմանադրությանը չի հակասում, սակայն դատարանի այս նորմին տված նեղ մեկնաբանությունը կարող է խախտել մարդու սահմանադրական իրավունքները, ուստի խնդրում է ճանաչել վիճարկվող դրույթը սահմանադրությանը համապատասխանող։ Սահմանադրական դատարանը սույն գործով պետք է պարզի, արդյոք կարելի է նոր Երևան եկած հանգամանք համարել այն փաստերը, որոնք արձանագրվել են քննիչի կամ դատախազի որոշման մեջ, եթե այդ փաստերը վերաբերվում են կեղծված ապացույցներին, որոնք եղել են գործի լուծման պահին, բայց հայտնի չեն եղել ոչ դատարանին, ոչ էլ գործով անձանց։ Այսինքն, պետք է գնահատվի, կարող է արդյոք այդպիսի որոշումը հիմք լինել գործի վերանայման համար, նույնիսկ եթե չկա դատավճռով հաստատված փաստ, որ ապացույցները կեղծվել են։ Սահմանադրական դատարանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները, դրանցից երկուսը արդյունավետ դատական պաշտպանություն ստանալու իրավունքն ու արդար դատաքննության իրավունքը փոխկապակցված են։ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ միայն դատական պաշտպանության իրավունքի կիրառման միջոցով է հնարավոր կյանքի կոչել արդար դատաքննության իրավունքը։ Իսկ արդար դատաքննությունն իր հերթին երաշխավորում է, որ այդ պաշտպանությունն իրական ու արդյունավետ կլինի։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ արդեն կայացած դատական ակտը կասկածի տակ է դրվում նոր ի հայտ եկած հանգամանքներից ելնելով։ Սահմանադրական դատարանը նշում է, եթե հայտնվում են նոր հանգամանքներ, որոնք եղել են գործի քննության պահին, բայց մնացել են անհայտ կամ չեն ներկայացվել օբյեկտիվ պատճառներով, ապա դրանք կարող են հիմք հանդիսանալ գործը վերանայելու համար։ Դատարանն այս դեպքում պետք է գնահատի այդ նոր տվյալները կարող էին փոխել գործի ելքը, եթե այո, ապա գործը պետք է վերանայվի մարդու խախտված իրավունքները վերականգնելու նպատակով։ Սահմանադրական դատարանը կարևորում է դատական ակտի վերջնականությունը որպես կայուն արդարադատության հիմք, բայց միաժամանակ ընդգծում է, այս սկզբունքը բացարձակ չէ, եթե ի հայտ են գալիս լուրջ եւ էական նոր հանգամանքներ, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, ապա հնարավոր է վերանայել նույնիսկ արդեն ուժի մեջ մտած որոշումը։ Սա արվում է մարդու իրավունքները պաշտպանելու եւ արդարությունը վերականգնելու նպատակով, բայց Սահմանադրական դատարանը զգուշացնում է, այս հնարավորությունը չպետք է դառնա քողարկված բողոքարկման ձև։ Վերանայումն ընդունելի է միայն այն դեպքում, երբ ակնհայտ է, որ արդարադատության ընթացքում սխալ է տեղի ունեցել եւ նոր փաստերը կարող են արմատապես փոխել գործի ընթացքը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ընդունում է, որոշ հանգամանքներում կարելի է վերանայել վերջնական դատական ակտը, բայց միայն այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ արդարադատությունը թերացել է եւ նոր փաստերը կարող են արմատապես փոխել գործի ընթացքը։ Ըստ այդմ, Սահմանադրական դատարանը ևս իր որոշումներում հստակ ընդգծում է, որ դատական սխալի ուղղումը պետք է հնարավոր լինի հանուն արդարության եւ մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության։ Սահմանադրական դատարանը հստակ նշում է, պետությունն իրավունք ունի սահմանել քրեական հետապնդումը բացառող պայմաններ, սակայն միևնույն ժամանակ պարտավոր է երաշխավորել տուժած անձանց իրավունքների պաշտպանությունն ու արդարադատության մատչելիությունը։ Այսինքն, եթե քրեական գործը կարճվել է, օրինակ վաղեմության ժամկետների անցման պատճառով,
եւ դատավճիռ չի եղել, այնուամենայնիվ անձը պետք է հնարավորություն ունենա բողոքարկելու քաղաքացիական կամ սնանկության գործով կայացված ակտը, եթե այն հակասում է արդարադատության սկզբունքներին, քանի որ դատական համակարգը պարտավոր է ապահովել բոլոր կողմերի իրավունքների պաշտպանությունը, անկախ նրանից գործը ավարտվել է դատավճռով, թե ոչ։ Եվ նոր հանգամանքների հիմքով վերանայման իրավունքը մնում է կարևորագույն գործիք արդարադատության հաստատման ճանապարհին։ Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանն ընդգծել է, երբ գործի ընթացքում ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, որոնք էական են, բայց նախկինում ոչ մի դատարանի կամ մասնակցի համար հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել, հենց դատարանն ունի բացառիկ իրավասություն որոշելու այդ հանգամանքներն իսկապես նոր են, կարող էին ազդել գործի ելքի վրա, թե ոչ։ Սահմանադրական դատարանն ընդգծելով, որ դատավարական նորմերը չպետք է մեկնաբանվեն ձևապաշտական կերպով, զրկելով քաղաքացիներին իրենց խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից, արձանագրել է, որ գործող իրավակարգավորումները երբեմն զրկում են անձին դատական պաշտպանության իր իրավունքից, ստեղծելով անելանելի իրավիճակ։ Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը հստակեցրել է, քաղաքացիական գործը կարելի է վերանայել, եթե ի հայտ են եկել նոր փաստեր, որոնք հաստատվել են ոչ միայն դատավճռով, այլ նաև քրեական գործի ընթացքում կայացված այլ վերջնական որոշումներով։ Բացի այդ, փաստերը նորից պետք է գնահատվի քաղաքացիական դատարանի կողմից, ընդ որում այսպիսի որոշումները չի կարելի դիտարկել որպես մեղադրական դատավճիռ եւ դրանք չպետք է խախտեն անմեղության կարգավարկածը։ Եվ եթե քրեական գործը կարճվել է կամ հետապնդումը դադարեցվել է, բայց պարզվել է, որ գործում եղել են կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող ապացույցներ, որոնք նախկինում հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել, ապա դրանք կարող են դիտվել որպես նոր հանգամանք։ Սահմանադրական դատարանը կայացրեց հետևյալ որոշումը, նշելով, որ այո, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր Երևան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար եւ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման։ Հաղորդաշարը պատրաստում է Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպությունը, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։